Սիրելի քույր եղբայրներ, գշարունակենք մեր կորձ առաքելոց քրկիս հերթողությունը եւ հասել ենք արդեն 14-րդ գլուխ համար 20-ն սկսյալ։ Մենք տեսանք անցյալ անգամ ինչպես 13 գլուխին սկիզբը Բողոսը, Բարնաբասը ուղարկվեցան եկեղեցին հավաքված էր Անտիոքի մեջ եւ այդտեղ ուղարկվեցան դեպի ավետարանը կառուցելու եւ եկեղեցիներ հիմնելու եւ աշակերտներ հիմնելու եւ Բողոս եւ Բարնաբասը կացին մենք անցյալ անգամ տեսանք այս բոլոր դեղերը եւ սկսան ավետարանը կառուցել հրաշքներ, օրդություններ, ազատագրություններ եւ մարդիկ փրկվեցան ընդունեցին Տեր Հիսուս Քրիստոսը Սուրբ Օքին հպվավ իրենց եւ նորություն եղավ իրենց կյանքերուն մեջ եւ տեսան թե կյանքը իրական է հոգեվոր կյանքը իրական է սիրելի քույր եղբայրներ իսկապես Հիսուս Քրիստոսի հետևորդը իր մեջը ունի երկնային Սուրբ Հոգվի զորությունը Դու Հիսուս Քրիստոսի նվիրյալը ունի այն աստվածային զորությունը եւ փոփոխություններ կլան, նորություններ կլան։ Երանի թե ամեն հավատացյալ ապրեր ինչ որ կհավատար։ Երանի ամեն հավատացյալ հասկնար ինչ որ կհավատար։ Երանի ամեն հավատացյալ տեսներ Տիրոջ զորությունը իր մեջ եւ իր միջոցով։ Ամեն։ Ուրեմն, ահավասիկ համար 20-ն Բողոս Արաքյալը եւ Բարնաբասը Գամած կվերաթարնան թեպի Անտիոք վերաթարցի ջամփուն մեջ անոնք այն քաղաքին մեջ ավետարանը կառուցելով շատերը աշակերտ ընելով Լիստրա եւ Իգոնիա եւ Անտիոք դարձան Ահավասիկ մենք տեսանք Լիստրայի մեջ ինչպես կվերաթարնար ճանապարհի մեջ կտեսնենք ինչ կսա այստեղ կկառուցեին ավետարանը եւ շատերը աշակերտ կնեին Ոչ թե միան կկառուցեին, այլ աշակերտ կնեին։ Եվ ես այսօր գրնամ ասել ցեզ, որ այս աշակերտությունը բագաս է, կամ անհասկանալի է, կամ դերևս մեկում տրված է այսօր եկեղեցիներու մեջ։ Շեշտը տրված է քարոզչության վրա, շեշտը տրված է դիսապանության վրա, նայած որ եկեղեցին, շեշտը տրված է այս կամ այն կորձունեություններու վրա, շեշտը տրված է հավատացյալ բաներ սորվեցնելու վրա, կամ ժողովներու վրա, կամ սերտողություններու վրա, բայց շեշտը տրված չէ աշակերտության վրա։ Այստեղ կտեսնենք կսե աշակերտ ընելու համար կաշխատեին իրեն, կկառուցեին եւ շատերը աշակերտ կնեին։ Դժբախտաբար մեծամասնությունը կառոզ լսող են, բայց փոքրամասնությունը աշակերտներ են։ Այս թեման այս նյութը շատ կարևոր է մանավանդ ինձ համար այս վերջին ամիսները, տարիները իմ անձնական ծառայությանս մեջ գտեսնեմ, որ այսօր մեծ հարց կա այստեղ մանավանդ մեր հայերուն մեջ աշակերտությունը, աշակերտության պակասը։ Հուսամ այս կորձ առաքելոց գիրքը որ վերջացնենք, հուսամ ձեզ ուրիշ բան առաջարկեմ այս նպատակով տեսնենք քանիներդ պիտի ընդունին։ Տեսնենք քանիներդ պիտի մասնակցին, ոչ թե քարոզ լսելու, այլ աշակերտ ըլլալու։ Բոլորովին տարբեր բաներ են։ Շատեր գտնունին քարոզչությունը, գսիրեն քարոզ լսելը, բայց քիչեր են, որ գուզեն աշակերտներ ըլլալ։ Հիսուսի նպատակը այդ էր, որ կացեք աշակերտներ ըրեք։ Բողոս Արաքյալին եւ Արաքյալներուն ասավ դուք իմ վկաներս պիտի լաք եւ պիտի փոխանցեք ինչ որ ես ցեզ սորվեցուցի, որբեսի մարդիկ բահեն ինչ որ ես ցեզ սորվեցուցի։ Ոչ թե որբեսի մարդիկ գիտնան, ոչ թե որբեսի մարդիկ հավատան, չէ, որբեսի մարդիկ բահեն ինչ որ ես ցեզ սորվեցուցի։ Եվ այստեղ աշակերտները, առաքյալները նպատակը Հիսուսի կորձը շարունակելն է։ Հիսուսի հիմքը շարունակելն է։ Ոչ թե եկեղեցիներուն մեջ հավատացյալներ ունենանք, այլ Քրիստոսի մարմինի մեջ աշակերտներ, որբեսի իրենք սորվելով կարողանան սորվեցնել, կարողանան հետապնդել, կարողանան ապրեցնել նաև այդ 4 կողմերում։ Ուրեմն շատերը աշակերտ ընելով Լյուստրա եւ Իգոնիա եւ Անտիոք դարձան։ Կարևոր այստեղ աշակերտ բառը։ Աշակերտներուն սրտերը հաստատելով եւ հորթորելով, որ հաստատ մնան հավատքի մեջ։ Նայեցեք կսե աշակերտներուն սրտերը։ Գտեսեք աշակերտ բառը որչափ կգտնվի նոր գտակարանի մեջ։ Աշակերտը ասել է սորվող, ապրող, պրատիկ ձևով, կորցնական ձևով։ Ուրեմն իրենց կսե աշակերտներուն
Ստիրտեր կհաստատեին, կհիմնեին, կհորդորեին, որ իրենք հաստատ մնան հավատքի մեջ։ Ինչու, քանի որ աշակերտը լալը հեշտ եւ դյուրին բան չէ։ Հալածանք, ծաղրանք, ժամանակները պիտի դաս տիրոջը, քո հանգիստը պիտի զոհես, մանավանդ Եվրոպայի մեջ մեր սիրելի քուր եղբայրները, որոնք հանգիստ կգարձեն թե իրենք հավատացյալ են, բայց կրնամ ասել ցեզի թե շատեր պիտի սուրպրիզներու մեջ լան, քանի որ իրենց հավատքը միայն գիրագի օրերը գերևնա, իրենց հավատքը միայն երբեմներն է, երբ իրենք գուզեն, երբ իրենք կգարձեն, բայց այստեղ գհաստատեր Բողոս գքարոզեր գհորտորեր ասել հավատքի մեջ հաստատ կեցեք Դյուրին չէ հավատացյալ ըլլալը, դյուրին չէ Քրիստոսի հետևիլը, դյուրին չէ ուրիշ հավատացյալներ սորվեցնելը, փոխանցելը, աշակերտություն ընելը, դյուրին չէ ցեզի դրված այդ առաքելությունը։ Շատ մայսօր հավատացյալներ սիրելիներ գահավատան Հիսուսի իրենց ամենօրվա հարցերի շուրջ։ Գաղութեն եւ գահավատան, շատեր գաղութեն, գգարտան բաները սորվելու համար, ուրիշներ գաղութեն, որ ասված այս ընե կամ այն ընե, բայց ուր են այն աշակերտները, որ աշակերտ ընելու յետևեն գվազեն։ Այս է դժվարությունը։ Կորձ տրված է մեզ։ Շատեր կընդունին օրհնությունը, բայց կմոռնան կորձը։ Շատեր կընդունին դերը, բայց կմոռնան Տիրոջ հրամանը, որ գսեք հացեք աշակերտություն արեք։ Եվ իրենք իրենց մով կսպաղվին, մի քանի վկայություն դնեն, մի քանի մարդկանց իրենց ընտանիքի մեջ անդամները, իրենց ուզածներուն, բայց պատրաստ չեն հետևելու, սորվեցնելու, չեն սորվեցնելու համար, գգարտան գիտնալու համար։ Ուշադիր այս կետերու վրա շատ պիտի խոսենք, Գործ Առաքելոց գիրքը որ վերջանա, եւ վստահ որ շատ ավելի քիչեր պիտի լակ, որ ինձ պիտի հետևիկ այն ժամանակ։ Քանի որ այս դժբախտաբար Քրիստոսի մարմինի մեջ այսօր շատ ավելի ընդունող գա խոսքը, քան թե աբրող գա խոսքը։ Խոսքը դվեք, սորվինք, լավը զգանք, լավը լանք, բայց որ խոսքը փոխանցենք, խոսքը աբրինք, խոսքին համար չարչարվինք, խոսքը տարածենք, հաստատ մնանք, զորավոր մնանք, որպեսզի խոսքը տարածվի, Քրիստոսի գամքը կատարվի, այդ տեսակ մարդիկ քիչեր են։ Հուսամ այդպես չեք, բայց մտածի այսօր մասին։ Գողորթորեին, որ հավատքի մեջ հաստատ մնան եւ նայեցեք ինչ կսե, շատ նեղություն գրելով գրնանք Աստծո տակավորությունը մտնել։ Ահա Բողոս Արաքյալի քարոզչությունը։ Շատ նեղություն գրելով գրնանք մտնել Աստծո տակավորությունը։ Հիմա եթե այսպես բան քարոզենք մենք, շատ մարդիկ մեզ չեն հետևիր։ Հիմա բեմային քարոզչությունները Աստված պիտորտնե քեզ, Աստված պիտի դա քեզ, վստահիր Աստծո, սիրտդ ինչ որ գուզադիգա գլաթուն, ինչ որ ուզես ըրե Աստված կողքը դե, այսպես քարոզներ կլսենք, բայց Բողոս Արաքյալին այս մեկ նախատասությունը ինձ կհասկացնե թե ինչ կխոսեր Բողոս։ Ինչ կխոսեին Արաքյալները։ Ասեին շատ դժվարություններով պիտի մտնանք երկնքի տակավորությունը։ Հիսուսի հետևիլը նեղ ճանապարհ է։ Այո, Հիսուսի հետևիլը աստեղի ձագեն անցնելու բես է։ Հիսուսի հետևիլը ցավ եւ տարաբանք է։ Հիսուսի հրամանները նեղություն են։ Այսօր քանի հավատացյալներ պատրաստ են աշակերտ ըլլալու, շատ նեղությունները պիտի գրենք, որպեսզի մտնենք Աստծո տակավորության մեջ։ Ահավասիկ Բողոս Արաքյալի խոսքն է։ Համար 22 եւ անոնք Արաքյալները յուրաքանչյուր եկեղեցի երեցներ ցերնատրեցին, ձողաբահությամբ աղոթք ընելով զանոնք հանցնեցին Տիրոջը, որուն հավատացեր էին։ Ուրեմն այդ ամեն քաղաքներեն որ գանցնին, վերադարձան, իրենց հաստատելով, տեսնելով որ հավատացյալները ինչ վիճակի մեջ են, այսպես միայն քարոզը լսեցին ուրախացան, թե արդեն սկսել են աշխատանքի, արդեն սկսել են վգայելու, արդեն սկսել են աղոթելու, պայքարելու, արդեն քաչասիրտ ձևով կացեր են դեպի առաջ։ Սիրելի քույր եղբայրներ, այդ հավատացյալներու մեջ կային հիվանդներ, կային դգարներ, կային ամուսինները խնդրեմ ունեին, գիները խնդրեմ ունեին, դերևս ֆինանսական խնդրեմ ունեին, ինչ խնդրեմ որ գա ունեին, բայց իրենք այդ խնդրեմեն ավելին աշակերտություն գտեին։ Ահա ճշմարիտ հավատացյալները, ահա ճշմարիտ Քրիստոսի հետևորդները։ Հիմա այս մեր 2025-ին 21-րդ տարուն մեջ ինչ կտեսնենք։ Հավատացյալներ կտեսնենք, որ երբ որ իրենք մի քիչ խանգարված են,
Հավատքն ալ գմորնան, կոչումն ալ գմորնան, եկեղեցին ալ գմորնան, ինչու քանի որ բզիկ խնդիր մը ունին։ Բայց այդ ժամանակի հավատացյալները նեղությունները կանցնեին իրենց հավատքին համար։ Եվ դեր հավատացյալներ կշարունակվեին, քանի որ ճշմարիտ էին, քանի որ հասկացել էին, որ Հիսուսի հետևելը կյանքի քնով պիտի հետևին։ Եվ այդտեղ նայեցեք շատ շուտ երեցներ պատասխանատուներ ցերնացրվեցան։ Շատ շուտ մարդիկ ոտքի ելան եւ սկսան առաջ երթալ։ Մեր եկեղեցիներու մեջ դարիներ պետք է որ մեկը պատասխանատվություն վերցնե։ Հասկանաք, քանի որ մարդիկ չեն ուզեր պատասխանատվություն, ուզեն մի անգամ նստին իրենց սահմաններու մեջ քարագուսի, նստին իրենց ուզածը լա։ Սահմաններին դուրս չեն գնար։ Ամուսինս չուզեր, գինս չուզեր, զավակս չուզեր եւ այլն այդ խոսքեր են։ Եվ այդ մարդիկը ինչպես կգարձեք, որ Հիսուսի աշակերտ է։ Հիսուս որ կա, այդ մարդիկը ինչպես պիտի մտնեն երկնքի տակավորության մեջ, արդյոք պիտի մտնեն երկնքի տակավորության մեջ։ Այս խոսքին վրա հիմնված ես կզարմանամ, քանի որ կսե շատ նեղություն գրելով պիտի մտնենք երկնքի տակավորության մեջ։ Հեշտությամբ չէ։ Երբեմն մեր կարոզներ կկարոզեն, կսենք ով գուզե իր կյանքը Հիսուսի հնազանդին մարդիկ ցեր կբարձրացնեն, գաղութեն իրենց համար, հիմա գսենք դու նաբաշխարեցիր։ Հիմա դու դիրոջն ես։ Բայց այդ մարդը իր բնավորությունը չի փոխեր, իր օրվան օրագարկը չի փոխեր, ինչպես է այդպես Գաբրի եւ գսե հալելույա, ես հիմա ապաշխարած եմ։ Ժողովուրդ, դիրոջ խոսքը հստակ պետք է լա մեզ համար։ Եվ վերադարձան 23 Պիսիտիայի ուրեմն մեջ են բդդելով, կացին տեպի Պամպիլիա, Բերքիեի մեջ տերոջը խոսքը խոսել են ետքը, Ադալիա իջան եւ անգեալ նավով Անդիոք կացին, ուրգե Աստծո շնորհքին հանձնված էին այն կորձին համար, որ գադարեցին։ Գշեք գլուխ 13-ին մեջ ցերնատրվեցան Պողոս եւ Բարնաբասը, ուղարկվեցան եւ հիմա գուքան եւ իրենց եկեղեցին։ Գուքան եւ իրենց խումբին գվերաթարնան պատմելու համար թե ինչ կպատահի։ Այս միշտ կսեմ նորեն կսեմ, ինքնագոչ չէին, Պողոս առաքյալը ինքնագոչ առաքյալ չէր, ինք ուներ հաշիվ տալու իր պատասխանատուներուն, իր քույր եղբայրներուն, իր երեցներուն։ Վերադարձան երբ դեպի Անդիոք եւ այնտեղ գսե ու երբ եկան համար 26, երբ եկան եկեղեցին մեկտեղ ժողվելով բատմեցին ինչ որ Աստված ըրեր էր իրենց միջոցով եւ որ հեթանոսներուն հավատքին թուր բացեր էր։ Բատմեցին թե ինչ որ Աստված գներ իրենց միջոցով։ Եկան եւ բատմեցին զետեղություն տվին, դեղեցություն տվին։ Եկան եղբայր քույրերուն ասին թե ինչ կնե Աստված իրենց հետ։ Այսօր մեր հավատացյալները գիրագի օրը կարոզ լսել են բացի, ուրիշ բան չեն աներ։ Կարոզ գլսեն այս կիրագին, հաջորդ կիրագին նորեն ուքան նորից կարոզ գլսեն։ Եվ շաբթվա մեջ ինչ ըրավ Աստված իրենց մով։ Կարևոր է որ մենք այս թեման շատ քննարկենք։ Ինչ ըրավ Աստված քեզմով այս շաբաթ։ Այն որ մեր սիրելիներ, որ հիմա գհետևիկ ինձ, գիրագի օրը վստահ կարոզ լսեցիք ձեր դեղական եկեղեցի մեջ, Աստված օրհնե ձեր դեղական եկեղեցին, ձեր առաջնորդները եւ ձեր հովիվները։ Ամեն։ Բայց այդ մարդը, որ Աստուծո գողմանե քեզի խոսք տվավ, այդ խոսքը ինչ ըրիր։ Արդյոք Աստված քեզ կորձացեց այս շաբաթ։ Արդյոք քո միջոցով հրաշքներ կատարվեցան։ Քո միջոցով մարդիկ լսեցին խոսքը։ Քո միջոցով մարդիկ բարձրացան Տիրոջ առջև։ Արդյոք քո միջոցով մարդիկ ինգած վիճակեն դուրս ելան։ Դգարները զորացան, հիվանդները բժշկվեցան, ծրածները շտկվեցան, հրաշքները արդյոք կատարվեցան։ Արդյոք Աստված ծեր միջոցով կորձեր ըրավ այս շաբաթ։ Քու եկեղեցի գալդ, քու կարոզ լսելդ իմաստ չունի, եթե թույլ չես տար, որ Աստված Սուրբ Հոգիով քեզ կորձե։ Իմաստ չունի, եթե դու չես հանձնվիր Տիրոջ ասելով Տեր կորձացե ինձ այս շաբաթ, ես քո աշակերտը եմ։ Ես քո աշակերտը եմ։ Քո Սուրբ Հոգիով կորձացե ինձ։ Հասկանաք եւ գիրագի օրերը, երբ որ քո եկեղեցին կհավաքվի, սիրելիս, պիտի լա այն վայրը, որ դու քո դեղեցությունները դաս քո ժողովրդին։ Բատմես ինչ ըրավ Աստված քեզմով։ Այս է հավաքույթը։ Երբ որ գարտամ կորձ առաքելոցը եւ երբ որ գնային մեր եկեղեցիներուն, գսեմ մենք շատ տարբեր ենք, կորձ առաքելոցը ուրիշ բան գսորվեցնե, մեր այսօր եկեղեցիները դարբեր անունի եկեղեցիները, բոլորն ալ նույն դոբրագի մեջ կտնեմ, դարբեր ծևով կապրին։ Ուր է կորձ առաքելոցի կամ ավետարանի եկեղեցին այսօր։
Մանավանդ մեր հայերուն մեջ լա սպիրտ կամ Հայաստան, երբ որ գայցել ենք եկեղեցիներ, դերը օրտնե բոլորին լավ կորձեր գնեն, ես չեմ այ բաներ ոչ մեկին, Աստված կկորձի ամեն մեկուն մեջ, բայց ես կհավատամ, որ ավելի լավ գրնան գնել։ Եթե վերադառնանք իսկապես ավետարանի, մենք ավելի լավ գրնանք ապրիլ։ Աստված ինչ ըրավ քեզմով այս շաբաթ։ Այսօր մասին մտածե։ Շաբաթ է շաբաթ, օր է օր։ Ինչ ըրիր դու Աստծո համար եւ Աստված ինչ ըրավ քեզմով։ Եվ որ գնայիս քո կյանքդ գտեսնես ժամեր երբեմն գանցնենք մեր անձին շուրջ եւ մորցած ենք Աստված։ Դերը գուզե քեզ կորձածեր, քանի որ դու աշակերտ պետք է լաս։ Հիսուս Քրիստոսի աշակերտը այս բոլոր բաների սրդին մեջ ունի։ Գիտեմ իմ քարոզով չէ որ դու կփոխվիս։ Իմ խոսքերով չէ որ դու կփոխվիս, ես բարձրապես կուզեմ քեզ հիշեցնել, թե ով է ճշմարիտ հավատացյալը եւ ով է ճշմարիտ Քրիստոսի հետևորդը։ Դու կմնաս դու եւ դու, Աստծո առջև աղոթքով, դու քեզ քննելով, արդյոք դու այդ աշակերտն ես։ Ոչ թե դու միան քարոզ գլսես, հալելույա գսես, մեկ-մեկ կպարապանես Տիրոջը, բայց կսպաղվիս քեզմով եւ քո կորձով, քո ընտանիքով, քո առողջությամբ, քո զավակներով, քո թորնիկներով եւ այլն։ Եվ երբ որ եկան Անդիոք հոն գսե երկար ժամանակ աշակերտներուն քով գեցան, աշակերտներուն քով գեցան։ Ինչու? Որ իրենց աշակերտություն ունեն, որբեսի քաչալերեն իրար, որբեսի ելեն դուրս եւ Անդիոք կորձնեն։ Եվ մեծ արտնություն եղավ Անդիոքի մեջ։ Կամ առաքյալները այդտեղ գաշխատեին ամեն օր, դուրսերը սյանցալ անգամ, դուրսերը, փողոցները, ընտանիքներուն մեջ, դուներուն մեջ ավետարանը փոխանցեցին։ Օրտնյալ է մեր դերը, որ մեզի ուղղություն գուտա, անոր ագանչունի լսե, թե ինչ կսե Սուրբ Հոգին այսօր։ Քո վիճակը ինչ է սիրելիս, որ գհետևիս այս խոսքերում։ Մենք շատ բաներ գիտենք, բայց մեր գիտածին 1% չենք կործեր երբեմն։ Ուրեմն գպավե գիտությունը չացնես, գպարվե քլուխդ ուղեղդ կորձածես կամ լեցնես, քիչմը ոտքերը չարժե, քիչմը ցերկերը չարժե, քիչմը բերանը չարժե, քիչմը սիրտդ բաց, աշխատանքի մեջ մտիր, մեկ խոսքով աշակերտ եղիր։ Համար 15, գլուխ 15։ Հիմա ուրեմն եկան իրենք Անդիոք եւ նայեցեք կշարունակվի մեկ կանիներ Հռյաստանեն եկած եղբայրներուն գսորվեցնեին, թե եթե Մովսեսին ավանտած սովորությունն համեմատ չթլպատվիկ, չեք կրնար բրգվիլ։ Այս թեման հռյական օրենքին մեջ բահելը, որ սկիզբի ավետարան սկիզբի քարոզիչները գուզեին հռյական օրենքի մեջ մնալ եւ հռյական Մովսեսի օրենքի մեջով բրգությունը ստանալ։ Շատեր կարծեցին, թե Հիսուս եկավ իբր հրյա, հրյաները բրգելու եւ հրյական օրենքին մեջ բահելու։ Այս թեմայով երկար խոսած եմ մեր նախորդ հաղորդաշարներին, որ սերդողություններուն եւ որ գեհդեվիկ գաղատացիսին մեջ ամբողջ գաղատացիս ասոր մասին կխոսի, Կողոսացիսին մեջ ամբողջ Կողոսացիս ասոր մասին կխոսի, ուրեմն չեմ ուզեր մտնել այս ուղղության մեջ, միայն գիտեք, որ առաջին հավատացյալները առաջին դարիներուն այս պատերազմը գար։ Շատեր գսեին, որ նախ պետք է հրյական օրենքները բահենք, եւ ուրիշները գսեին, որ ոչ։ Ուրեմն այս պատմության, այս ասենք վիճապանության մեջ է եկեղեցին, երբ այստեղ կգրվի։ Ուստի Պողոսին եւ Բարնաբասին թեմ շատ մը հակարակություն եւ վեճ ընել է յետքը վճռեցին, որ Պողոսն ու Բարնաբասը եւ մեկ կանիներն ալ անոնցմե Երուսաղեմ երթան առաքյալներուն եւ երեցներուն այս խնդիրին համար։ Չէ որ Պողոս առաքյալը եւ Բարնաբասը գկարոզեին բրգություն շնորհքով եւ Պողոս կսեր, որ բրգությունը օրենքի մեջ չէ, Հիսուս եկավ օրենքը կատարելու եւ ոչ թե եկավ օրենքը կատարեց, որ մենք օրենքին դակ չլանք, այլ բրգության դակ լանք։ Ուրեմն շատեր գսեին չէ, Պողոսը պետք է դարձնե մարդկանց հրյական օրենքի Մովսեսի օրենքի մարդիկ։ Պետք է թլպատվին, պետք է շաբաթ օրը բահեն, պետք է այս, պետք է այն եւ այլն։
Եվ այս վիճապանությունը երբ որ բարձրացավ Անդիոքի մեջ եւ Երուսաղեմի մեջ, ինչերին այստեղի Անդիոքի եղբայրներ քույրերը, ըսին Բողոսին, Բարնաբասին եւ մի քանիներուն, ըսին կացեք Երուսաղեմ, այս հարցը ճշտեցեք։ Բողոս գրնար ասել ես աստուծմեն ստացա, ես հայտնություն ունիմ, ես գիտեմ, բայց այստեղ մեմը եւս կտեսնենք Բողոսի խոնարհությունը։ Գերտա արաքյալներուն, թե արաքյալ եղբայրներ, ինչ կսեք այս հարցին մեջ, այս վարդապետական կարևոր հարցին մեջ ինչ պետք է ունենք։ Այսօր խրադառնող քիչ կա, եկեղեցի մեջ խրադարթեն չեն գարներ, ամեննալ խրատ դվողներ են եւ ոչ խրատ սպասողներ։ Դժբախտաբար անորամար է որ եկեղեցին գաղա, անորամար այսօր հրաշքներ չլար, անորամար այսօր մեծ գործեր չգադարվիր, ինչու քանի որ ամեն մարդ ինքը արդեն առաջնորդ է։ Պետք չունի ոչ մեկուն խրատը, պետք չունի խոնարհվիլը, պետք չունի այս, պետք չունի այն, ինք ամեն ինչ գիտի։ Բայց Պողոս արաքյալը Աստծո մարդ Սուրբ ոգիով գանչված Հիսուս հայտնվավ իրեն ուղիղ 3 տարի Հիսուս խոսեցավ իրեն այս բոլոր բաներեն հետո ինքս է երթամ տեսնեմ եղբայրները ինչ կսեն այս կարևոր թեմային շուրջ եւ անոնքալ եկեղեցիեն ջամփու տրվելով Փյունիգեեն եւ Սամարիայեն անցան հետանոցներուն դարձիկալը պատմելով մեծապես ուրախացուցին բոլոր եղբայրները ուրեմն Անդիոկը հիմակվա Սուրիան է Սուրիային իջան Լիբանան, Լիբանանին իջան Սամարիա, Սամարիային իջան դեպի Երուսաղեմ Մինչ կջամփորդեն իրեն ջամփուն տածքին եւ գիտեք ջամփորդությունը հիմակվա պես մի քանի ժամվա չէր օրեր շաբաթներ էր ոդկով կջամփորդեին մեծամասնությունը ոդկով էին գամ նավով նայած ուր երթային բայց ոդկով հարուստ չէին որ ծիերու կամ հadouk էշերու վրա նստած ջամփորդեին այլ ոդկով մինչ իրեն կկարոզեն մինչ իրեն կերտան մինչ իրեն ջամփու վրա են ավետարանը կկարոզեն Հիսուս երբ որ գսե կացեք եւ ավետարանը կարոզեցեք աշակերտները եք այդ կացեք բառը հունարեն ոչ թե կացեկն է այլ մինչ դու կերտակ ասել է որ մինչ ես կաբրիմ մինչ ես կերտամ այստեղ մինչ ես կերտամ այնտեղ մինչ ես կերտամ այնտեղ ես ավետարանը փոխանցեմ սորվեցնեմ կարոզեմ այդ մարդը որ գուզե լսել անշուշտ իմ կյանքից մեջ շատեր չեն լսել իմ փորձառությանս մեջ բայց ան որ գլսե ես պատրաստ եմ լավ ձևով փոխանցեմ իմ կյանքովս ցույց տամ որ ես Հիսուս Քրիստոսի մեջ եմ մինչ իրեն կերտային Սուրիայեն մինչև Հրեաստան իջան այդ շաբաթներու կամ ամիսներու ջամփորդությունը ավասիկ Աստծո խոսքը կարոզեին եւ հետանոցները գուրախանային գտեսնեին որ Աստված իրենց փրկության միջոց բացած է եւ նորեն կգտնեմ այստեղ գսե անոնք եկեղեցիեն ջամփու տրվեցան մենակ չորոշեցին նորեն կգտնեմ ինքնագոչ հովի վսված մարդոց մե հերու մնացեք եկեղեցի առաջնորդներ են այսօր մարդիկ եկեղեցիները գծկեն գերտան ուրիշ եկեղեցիներ իրենց անունով գփանան եւ հետո մի քանի հովիվներ այդ մարդկանց գվավերացնեն ժողովուրդ խաղալիք դարձել է եկեղեցին այսօր եկեղեցի սված բառը դարձել է խաղալիք մեկ կողմեն կան այդ եկեղեցիները որ քաղաքական եկեղեցիներ են ազգային եկեղեցիներ այդ ուրիշ խնդրեմ մյուս կողմեն կան ավետարական սված եկեղեցիներ որ այդ ուրիշ խնդրեմ խաղալիք դարձել է ով գուզե գփանա իր եկեղեցին գհիմնե ով գուզե գփանա քարոզնելու գսկսի չգա դին դղամարդ երեխա դարիկոտ դբրոց կացերը չկացա ցուպկիրքը գիտե չգիտեր կարևոր չէ տելեֆոնը գփանա բաներ մգսե այստեղ գտեսնենք Բողոս գերտա եկեղեցին գուղարգեին են գերտա իր կորձը գնե յետ կվերաթարնա եկեղեցի գբատմե եկեղեցին գործնե գուրախանա խնդիր գա երթանք արաքյալներուն միապանվենք արաքյալներուն տեսնենք արաքյալները ինչ կսեն եկեղեցի ինչ կսեք եկեղեցին գսե շատ լավ կացեք եւ եկեղեցին կղրգվին Բողոս արաքյալ Սարգիսը չէ Բողոսն է Աստուծմե Աստծո մարդ Աստծո դրված մարդ իմաստուն բայց խոնար եւ այդտեղ են ուրախացուցին բոլոր եղբայրները ուրեմն երբ Երուսաղեմ հասան եկեղեցին եւ արաքյալներեն եւ երեցներեն ընդունվեցան ինչու
քանի որ եկեղեցին ուղարկած է։ Եկեղեցին ուղարկված է, եկեղեցին կընդունի։ Անդիոքի եկեղեցին ուղարկե, Երուսաղեմի եկեղեցին կընդունի։ Ինչ գեղեցիկ միտքեր են ասոնք։ Ինչ գեղեցիկ մտքեր։ Ես շատ պատմություններ գրնամ պատմել սիրելիներ, որ երբ որ մարդիկ երբեմն գուքան գսեն, ես ասինչ երկրին մեջ այսպես էի, այնպես էի, այդպես էի, ինձ ընդունի, որ ես ծառայող լամ եւ այլն այդպես խոսքեր են։ Եվ որ այդ ինչ տվյալ երկրին դվյալ եկեղեցի դվյալ հովին հետ կխոսից կսա այս մարդը փախավ մեր եկեղեցին, խնդիրներ ըրավ մեր եկեղեցիի մեջ։ Չի վավերացուց։ Ուրեմն կարևոր է սիրելի քույր եղբայրներ, վավերացումը։ Եվ մեր այսօրվա տարը բոլորովին հերու է այսօր ասկե, բոլորովին հերու է։ Ինչ խնդիրներ կան, ինչ բանի, ինչ խնդիրներու մասին երբեմն կքննարկենք, կտեսնենք, որ այսօր մեծ անունով ըսված եկեղեցիներու մեծ առաջնորդները, որ դերևս դուք կհետևի իրենց, այդ մարդիկը այս տեսակի իմաստությունը եւ այս տեսակի խոնարհությունը չունին։ Եվ եկեղեցիները կքանթեն իրենց պատճառներով։ Դեր ողորմությունն է։ Անորմալ գսեմ Քրիստոսի խոսքին պետք է վերադառնանք մանրամասնությամբ աշակերտ լալու եւ ոչ թե այս կամ այն գազմագերբության առաջնորդ, այլ բարձրապես խոնար, Բողոս Արաքյալը խոնար, իր եկեղեցի անդամ էր։ Հոն քնասին քնած, այդտեղից եկուր, եկավ։ Հիմա երթանք Երուսաղեմ, երթանք։ Երուսաղեմի եղբայրներուն պատմե, պիտի պատմեմ։ Խոնարհություն։ Պատմեցին, թե ինչ Աստված ըրեր էր իրենց միջոցով։ Նորից կպատմեն, վկայություն կտան։ Ինչ ըրավ Աստված մեր միջոցով։ Նույն բանորեն կգտնեմ քեզ ինչ ըրավ Աստված քու միջոցով, ինչ գնե Աստված քու միջոցով։ Հանցնվիր Աստծո սիրելի քույր եղբայր, հավատացյալ եթե մարդ կա այստեղ, թող լավ հասկնա, հանցնվիր Աստծո, որ քո միջոցով մեծ գործեր կատարվին։ Եվ դու ուրախանաս եւ մանավանդ անոնք, որ քո չորս կողմն են, իրան կալդեսնեն քո մեջ Աստվածային մեծ օրդությունները։ Համար 5, 15-ին 5-ը։ Փարիսեցիներուն աղանտեն հավատացյալներեն ոմանք եկան եւսին թե պետք է թլպադել զանոնք ու բադվիրել, որ Մովսեսի օրենքը մահեն, ինչ որ գսեի քիչ առաջ, ուրեմն գտեսնեք այս երկու հոսանքը։ Շնորհքով բրգությունը, ուրիշներն ալ գսեին Մովսեսի օրենքին պետք է հետևենք, պետք է թլպադվենք, պետք է աշճուտենք, անճուտենք, ասան գնենք, ալան գնենք եւ այլն։ Ուրեմն այս վիճապանության մեջ առաքյալները եւ երեցները հավաքվեցան։ Այս մասին խորհելու։ Ինչ գեղեցիկ է։ Մի խոսքով մեծ համաշխարհային ժողով։ Առաջին համաշխարհային ժողովը այս էր։ Հետո կա Նիկիական համաշխարհային ժողով եւ այլն եւ այլն, բայց հետո գիտենք, որ ինչ մեծ ձուրություններ սկսավ մտնելու 320-ին, 451-ին, 500 եւ այլն, այսպես ժողովներ հակում արվեցավ, 1000-ին բաժնվեցան, հռոմեական կաթողիկոն բաժանվեցավ օրթոդոքս եկեղեցին, հայերը ուրիշ տեղ կացին, մյուս խնդիրները ամեն մեկը իր գլուխ արավ բաժանվեցավ։ Բայց ասոնք հավաքվեցան առաքյալները խորհելու, թե ինչ պիտի մտածենք այս կարևոր վարդապետական հարցին շուրջ։ Նայեցեք համար 7-ը գսե շատ վիճապանություններ եղավ։ Սիրելի քույր եղբայրներ, ճշմարիտ հավատացյալ ըսել չէ վիճապանություն չկա։ Գա վիճապանություն, քանի որ անհամաձայնություններ միշտ կան, բայց այդ անհամաձայնություններու մեջ Աստված միշտ ուղղություն կտա։ Եթե երկու անհամաձայնողները խոնարհությամբ Աստծո ցայնը բնդրեն։ Վիճապանություններ միշտ կա։ Առաջին եկեղեցին, տեսակ 6-րդ գլխում մեջ դալ գարտացինք, վիճապանություն եղավ եկեղեցին մեջ, նոր առաքյալները, նոր Տեր Սուրբ Ոգին եկեր է։ Ինչու, քանի որ մարդ ենք, մարդս ունի այդ խնդիրները։ Ամեն մեկուց դասյարակությունը տարբեր է, մշակույթը տարբեր է, մտածելակերպը տարբեր է։ Գան գլնան լավ վիճապանություններ, բայց այդ վիճապանությունները պետք է հասնի եզրակացության։ Եվ այդ բոլորը պետք է լավ խոնարհությամբ եւ Աստծո ցայնը լսելով։ Եվ ոչ թե մենք մեր գարձիկները տալով, ինչ որ այսօր շատ մարդիկ գարձիկներ գուզեն տալ եւ գուզեն, որ դու իր գարձիկը ընդունես։ Մենք գարձիկ ընդունող չենք։ Մենք Աստծո խոսքի ուղղությունը գուզենք գտնել ամենալավը, ամենաշիդագը եւ փորձենք Աստծո խոսքին համաձայն բոլորը խոնարհվի։
Ոչ թե այս մարդը չնեղվի, այն մարդը չնեղվի, ուրեմն չնեղացնենք։ Ոչ, ճշմարտությունը Աստծո խոսքին վրա։ Նույնիսկ եթե վիճապանություն է, բայց ճշմարտությունը Աստծո խոսքին վրա, եւ մենք բոլորս պետք է խոնարհվենք Աստծո խոսքին վրա։ Ոչ այս կամ այն մարդուն, այլ բոլորը ձուն պետք է ծրեն Աստծո խոսքին վրա, երբ վիճապանություն կա։ Ալելույա։ Պետրոս ուրեմն ոտքի ելավ եւ ըսավ. Մարդիկ եղբայրներ, դուք գիտեք թե առաջին օրերեն Աստված զիս ընտրեց մեր մեջ են, որբեսի իմ բեռնովս հետանոսներուն ավետարանը խոսքը լսեն եւ հավատան։ Որ մասին կխոսի, 10-րդ գլխու մասին կխոսի, Կորնելիոսի պատմությունը։ Գեհիշեք, Պետրոս Աստված հայտնեց իրեն, ասելով Պետրոս գնա Կորնելիոսին դունը։ Կորնելիոսը հետանոս էր, ոչ հրյա։ Գնա հետանոսին դունը։ Պետրոս ոչ ըսավ, բայց հետո գնաց, երբ որ գնաց դեսավ, թե Աստված ինչպես հետանոսներուն կփրկի։ Ուրեմն Պետրոս գհիշեցնե, քանի որ 11-րդ գլխուն մեջ Երուսաղեմի մեջ նույն պատմությունը պատմած է արդեն Պետրոս։ Խոսել էինք ասոր մասին։ 11-րդ գլխու մեջ պատմած է, հիմա նորից գսե ժողովուրդ, հիշեցեք ինչ պատահեցավ։ Եվ գսե սրդակետն Աստված վգայեց անոնց Սուրբ Հոգին տալով, ինչպես մեզյալ եւ խդրություն մտչրավ մեր ու անոնց մեջտեղ, հավատքով անոնց սրդերը մաքրելով, հետանոսներուն եւ մեր միջև խդրություն չրավ Աստված, ինչպես մեզ Սուրբ Հոգին ղրգեց եւ մեզ ազատագրեց, այնպես էլ այդ մարդկանց Սուրբ Հոգին ղրգեց եւ ազատագրեց, խդրություն չրավ։ Գսե Պետրոս, հիշեցեք, փրկությունը Աստծո ողորմությունն է, Սուրբ Հոգի կալն է եւ ոչ թե օրենքները հետևիլն է, ոչ թե մարդկային կամ Մովսեսի օրենքները հետևիլն է։ Հավատքով անոնք փրկվեցան, Հիսուս Քրիստոսի հավատալով իրենց մեղքերուն ներումը ստացան, Սուրբ Հոգին եկավ եւ այդ մարդիկ ազատագրվեցան։ Հիշեցեք, կսե Պետրոս, ինչ որ մեզի պատահեցավ։ Մենք հրեական օրենքների մեջ էինք, բայց չէինք փրկված։ Հիսուսի հետ կքայլեինք, բայց Հիսուսը սպասեցեք Սուրբ Հոգին։ Ուրեմն առանց Սուրբ Հոգին բամը չեղավ մեզի։ Եվ երբ որ Սուրբ Հոգին եկավ, մեզ ազատագրեց։ Նույն բանն էլ իրենց, երբ որ Սուրբ Հոգին եկավ, ազատագրվեցան Հիսուս Քրիստոսի հավատալով։ Ուրեմն սիրելի եղբայրներ, քույրեր, գսե Պետրոս, այս բանի վրա ուշադրություն արեք։ Փրկությունը Տիրոջ ողորմությունն է, Սուրբ Հոգի կալն է։ Ուստի հիմա, հայեցեք համար 10։ Ինչու Աստված կփորձեք աշակերտներուն բարանոցին վրա այնպիսի լուծ մտնելով, որ ոչ մեր հայրերը, ոչ ալ մենք կրցանք վերցնել, բայց կհավատանք, թե Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով կփրկվենք մենք, ինչպես անոնքալ։ Լուծ միտնեք Մովսեսի օրենքները հավատացյալներուն, նոր ուխտի մեջ ենք, նոր ուխտը շնորհքի ուխտ է, Հիսուս Քրիստոսի հավատքի ուխտ է, լուծ միտնեք հրեական օրենքները ավելցնելով այդ մարդկանց։ Ուրեմն Պետրոսը հստակ ձևով կբացատրե, թե սիրելի քույր եղբայրներ, փրկությունը Հիսուս Քրիստոսի հավատալն է, Սուրբ Հոգի ներկործությունն է, օրենքը բարի կորձնել չէ։ Մեր հայրում մեջ նույն խնդիրներն են։ Շատեր կգարձեն, որ որչափ բարի կորձնես, Աստված պիտի ները, որչափ լավ բաներ ունենք, Աստված պիտի ները։ Ուրեմն մի քիչ սխալ լինենք, դիմացը բարի կորձնենք, Աստված կները։ Ոչ, ներումը միայն Սուրբ Հոգին է, ներումը միայն Հիսուսի հանձնվելն է։ Եվ ոչ թե բարի կորձ։ Բարի կորձը հետևանք է, արդյունք է փրկության, եւ ոչ թե միջոց է փրկության։ Ամեն։ Հիսուսի շնորհքով կփրկվենք։ Մենք փրկվեցանք, անոնք ալ փրկվեցան, օրենքով չէ։ Համար 12։ Բոլոր ժողովուրդը լուր գեցավ ու մտիկ կներ Բարնաբասին եւ Պողոսին։ Հիմա Բարնաբաս եւ Պողոսը սկսան պատմել, որոնք կպատմեին, թե Աստված որչափ նշաններ եւ հրաշքներ ըրերը հետանոցներու մեջ իրենց ցերկով։ Գտեսնեք, 3 անգամ գարտացինք։ Իրենց ցերկով Աստված հրաշքներ գնե, իրենց ցերկով Աստված գործեր կդարե, իրենց ցերկով։ Հիմա իրենց ցերկով զելու դե մեկա տուն քեզ ես է, իմ ցերկով Աստված ինչեր պիտի, իմ ցերկով ինչ գործեր պիտի կդարե։ Եվ աստեղ ուրեմն ստան պատմելու, թե հետանոսներուն Աստված օրհնություն գնե, բժշկություն կտա, ազատագրություն կտա, փրկություն կտա։ Եվ անոնք խոսքերնին գդրել են հետո Հակոբոսը խոսք արավ։ Հակոբոսը
Երուսաղեմի առաջնորդն էր։ Արաքյալներ են անշուշտ, Երուսաղեմի առաջնորդը։ Եվ ամեն մարդ լսեց, խոսեցան, վիճապանություններ եղավ, անհասկացողություններ եղավ, այստեղ վկայություններ բերվեցավ, Պետրոսը, Պողոսը, փաստը, որ Սուրբ Հոգին եկած է, ինչպես իրենց այնպես մյուսերուն վրա, այս բոլորը լսել են վերջ, Հակոբոսը խոսք կառնե եւ գսե. Մարդիկ եղբայրներ, ինձի մտի գրեք։ Գիտեք, առաջնորդ կարևոր է։ Ամեն մեկ գլուխեն ցայմբետ չէ։ Պետք է խոսվի, ամեն մեկ իր կարծիքը թողնա, բայց առաջնորդը իր վերջին խոսքը պետք է դա, քանի որ վերջո եկեղեցին առաջնորդն է բանասանանում։ Բայց առաջնորդը ինքն իր գլուխով չէ, ինքն իր կարծիքով չէ, ինքն իր մտածումներով չէ, այլ քննելով, տեսնելով թե Սուրբ Հոգին ինչ կսե։ Այստեղ Պողոսը գա, Պետրոսը գա, առաքյալները կան, երեցները կան, վկայությունները կա, Սուրբ Հոգի շարժումը կա։ Հակոբոս այս բոլորը տեսնելով գսե ինձի մտիգրեք հիմա։ Շմավոն պատմեց, Շմավոն Պետրոսն է, հա։ Պետրոս պատմեց, թե Աստված ինչպես առաջ այցելություն ըրավ, որպեսզի հետանոցներեն ժողովուրդը առնե իր անվանը համար։ Կորնելիոսի մասն է խոսքը։ Այն բանին համար մարգարեներուն խոսք կնալ գմիապանին, ինչպես գրված է։ Ուրեմն Հակոբոսը նաև 5 դագարանի մարգարեներուն խոսքը գվավերացնե։ Հասկանաք, Պետրոսի Պողոսի վկայությունը, Սուրբ Հոգի գործունեությունը, հետանոցներուն բժշկվիլը, բրգվիլը, այս բոլոր վկայություն են, երեցները, առաքյալները, բոլորը կվկայեն, այս բոլոր վկայություն է, բայց նաև Տիրոջ խոսքին վկայությունը կարևոր է։ Ինչ կսե Տիրոջ խոսքը։ Եվ ահավասիկ կսե, այս բանին համարալ մարգարեներուն խոսք կնալ գմիապանին, ինչպես գրված է։ Մարգարեներուն խոսքը գմիապանվի ծեր խոսքերուն։ Վավերացումը Տիրոջ խոսքն է։ Եվ որ մեկեզի բանը գբատմե դու պիտի ըրսես արդյոք խոսքը Տիրոջ խոսքը գսե այս բանը կամ չէ։ Վկայություն ունիս թե խոսքը քո ըսած խոսքը ճշմարիտ է։ Սուրբ Գիրքի մեջ կգտնենք քո խոսքի վավերացումը։ Համար մգա որ Սուրբ Գիրքը գսե թե ըսածը շիդագ է։ Կարևոր է։ Ասի վավերացման ուղղություն է։ Եվ նայեցեք ինչ կսե 5 դագարան եւ այստեղ կգտնենք Ամովսիա 9-րդ գլուխ համար 11-ը ասկե ելև բիդի թարնամ եւ Դավիթին ինգած խորանը նորեն բիդի շնեմ եւ անոր գործանված դեղերը նորեն բիդի շնեմ եւ գանկնեցնեմ զանիգա որբեսի մնացած մարտիկը դերը փնդրեն եւ բոլոր հետանոցները որոնց վրա իմ անունս կանչված է գսե դերը որ այն ամեն բաները գնե։ Ամովսիայի խոսքը գսե որ օրը Աստված պիտի գա եւ պիտի հավաքե Դավիթի ժողովուրդը Սիոնը, ինչպես քիչ առաջ կսեի, Սիոնը, եկեղեցին եւ ազգերը պիտի միանան։ Եվ հիմա ինչ կսե Հակոբոս կսե այս բանը գվավերացվի հիմա։ Ազգերը, հետանոցները Սուրբ Հոգին գայցել է անոնքալ կմիանան Քրիստոսի մարմինին։ Միան հրյաները չէ, այլ բոլոր ազգերը եւ մենք ալ փառք տանք Տիրոջը սիրելիներ, մենք ալ հայերս անոր մեջն ենք։ Աստված ողորմություն ալ նաեւ հայերուս, որ մենք ալ մտնենք Սիոնի ժողովրդին մեջ։ Օրհնյալը լա իր Սուրբ անունը։ Ուրեմն գսե հայտնի են Աստուծո իր բոլոր գործերը աշխարհի սկիզբեն ի վեր։ Ասոր համար գսե Հակոբոս, ես հարմար կտեսնեմ նեղություն չդալ անոնց, որոնք հետանոցներեն Աստծո գտարնան, հաբա թուղթ մկրենք անոնց, որ ետ կենան գուրկերու բղդություններեն, եւ բորնիգուտեն է, եւ խեղտվածներ է, եւ արյուն է, վասնզի Մովսեսի հին տարերի ի վեր ամեն քաղաքի մեջ զինք քարոզողներ ունի եւ ժողովարաններու մեջ ամեն շաբաթ օր կգարթացվի։ Հիմա ինչ կսա այստեղ Հակոբոս։ Գսե որ քանի որ այդ հետանոց ժողովուրդը, որ Քրիստոսը գնդունի, գմիանան այդտեղի եկեղեցիներուն մեջ, եւ այդտեղի եկեղեցիներ կան նաեւ հրյաներ, որոնք իրենց սովորությանը մեջ են։ Քայտագություն չլալու համար իրենց ասենք, որ դուք քայտագություն մի լակ հրյաներուն, ոչ ալ հրյաները հետանոցներուն։ Հրյաները պետք չէ ասեն հետանոցներուն, որ պետք է թլպատվիկ, պետք է այս, պետք է այն, իսկ հետանոցներն պետք չէ ասեն այս ծերլազները բարապան է։ Ուրեմն միջինը գտնենք։ Նախ գուրկերը հերու, արյունոտ միսերը հերու, որ չքայտագեցնենք հրյաներուն, մանավանդ որ
այդ արյունոտ միսերը, այդ եւ որ այստեղ գարտանք բղձություն, գուրկերու բղձությունները, քանի որ այդտեղի շրջանի հեթանոսական գրոնքներու մեջ կային գուրկեր, բղձություններ, զոհողություններ։ Ուրեմն չխառնելու համար այս բոլորը իրարու չնենք կսե այդ բանը, ոչ դուք ձեր օրենքը, ոչ դուք ձեր սովորությունը, այլ այս բոլորեն հերու մնացեք, գսե, որբեսի գսե տիրոջ շնորհքին մեջ մնաք։ Թլպադություն չկա, Մովսեսի օրենք չկա, բայց նաև հեթոնոսական օրենք չկա։ Հեթոնոսական սովորություն, դիսապանություն չկա։ Հերու մնացեք այս բոլորեն։ Քանի որ իրար հետ եք, հեթանոսները եւ հրյաները միասին նույն եկեղեցիի մեջ Քրիստոսը կբաշխտեին։ Ուրեմն պետք չէր որ իրենց սովորությունները գային եւ խանգարեին։ Ուրեմն սովորությունները, ավանդությունները կբաժնե եկեղեցին, սիրելիներ, բայց Քրիստոսի մեջ ճշմարիտ հավատքը կմիացնե։ Ինչու այսօր նույնիսկ մեր հայ եկեղեցիները բաժնված են իրար մեջ։ Քանի որ սովորություններն են մեզ բաժնած։ Եթե բոլորս կայինք Աստվածաշունչի մեջ հիմնական միասին նույն գիրքը, ինչ որ նույն գիրքը կգարտանք, բայց նույն գիրքը ապրեինք, մենք բաժանումներ չէինք ունենալ։ Ինչու բաժանումներ կան։ Քանի որ ամեն մեկի իր սովորությունը կփնտրե։ Գսեմ մենք այսպես կնենք, մենք այդպես կնենք, մենք այդպես կնենք, դուք այդպես կնեք, դուք այդպես կնեք, դուք ռադը ծխալ է, մեր ռադը ծխալ է։ Հակոբոս կսե որ գետրոնանան Քրիստոսի Սուրբ Հոգվույն շնորհքի եւ զորության վրա, միապանվեցեք Տիրոջ վրա եւ ոչ թե ձեր սովորություններու վրա, ոչ Մովսեսի օրենքը, ոչ ալ հեթանոսական օրենքը, ոչ մեկ մարդկային սովորությունը վրա մենք չենք հիմնվիր, մենք կհիմնվենք Հիսուս Քրիստոսի շնորհքի, հավատքի եւ Սուրբ Հոգվույն ներկործության վրա։ Հալելույա։ Եթե այսպես լա, մենք գիտեք մեր հայացքը ինչ զորավոր գնալալ։ Ինչպես նաև ամբողջ ազգերը, բոլոր ազգերը։ Բայց դժբախտաբար մարդկային շահերը, մարդկային աթոռները, մարդկային տեսանկյունները այսօր գխանգարեն եկեղեցիներու մեջ։ Ամեն տեսակ եկեղեցիներու մեջ։ Ես ազատ ցևով գրնամ ասել, մեր ճշմարտության խոսքի ծառայությունը առաքելություն է։ Այո, ունենք մեր դեղական եկեղեցիները, այո, բայց մենք առաքելություն ենք։ Մենք հստակ խոսքը, ճշմարտության խոսքի մարդիկ ենք մենք։ Եվ ոչ թե այս կամ այն պատկանելության, այս կամ այն մարդուն հետևելու, այս կամ այն ծառայություններուն հետևելու, կամ մարդկանց ասենք, որ մեր սովորություններուն հետևեցեք։ Ոչ, մենք սովորություն չունենք, չենք գալ ուզեր ունենալ, մենք կուզենք քայլել այս խոսքին համաձայն միայն։ Հալելույա։ Համար 22 Այնադեն առաքյալներուն եւ երեսներուն բոլոր եկեղեցին հետ մեկտեղ աղեկ երևցավ, որ իրենց մեմ մարդիկ ընտրելով Անդիոք ղրգեն Բողոսին եւ Բարնաբասին հետ, Բարսապա Մագանվանյալ Հութան եւ Շիղան, որոնք գլխավոր մարդիկ էին եղբայրներու մեջ ու անոնց ցերկով թուղթ մղրգեցին, այսպես գրված։ Մեկ խոսքով նամակ կղրգեն այդ բոլոր հետանոս հրյա իրար հատ խառնված եկեղեցիներուն նամակ կղրգեն, որ հստակացնեն եւ այդ նամակը կղրգեն ոչ թե Բողոսի եւ Բարնաբասի ցերկով միայն, քանի որ շատեր գրնային ասել այդ դուք բերեք այդ նամակը, այլ Շիղային եւ Հութային միջոցով, որոնք Երուսաղեմ էին եւ առաքյալներուն հետ էին։ Կարևոր էր վկայված մարդիկ, որ ինչ որ գսվի շիդագ է, առաքյալներեն եկած է, Քրիստոսի հետևորդ առաքյալներեն եկած նամակ։ Եվ նամակը այսպես գրված է. առաքյալներ եւ երեցներ եւ եղբայրներ Անդիոքի եւ Սուրիայի եւ Կիլիկիայի մեջ հետանոսներեն եղած եղբայրներուդ ողջույն։ Ինչ գեղեցիկ է, որ եղբայրները հետանոսներ էին, բայց հիմա հրյաները եւ հետանոսները եղբայր եղան Քրիստոսով։ Այո, ինչպես կսեի քեզի սովորությունները գխանգարե, բայց Քրիստոս կմիապանե։ Ձիսապանությունները գբաժնե, բայց Քրիստոս կմիապանե։ Եվ հետանոսը եւ հրյան իրար եղան եղբայր Հիսուս Քրիստոսով, օրհնյալ է մեր Տերը։ Որովհետև լսեցինք, թե ոմանք մեր մեջ են ելնելով ցես խոսքերով խռովեցուցեր են, Տեր անձերը նեղացած են, ասելով թե պետք է տլպատվիլ ու օրենքը բահել, որոնց մենք այսպես չբադվիրեցինք։
Ուրեմն գսե անոնք որ ցես գսեն որ Մովսեսի օրենքը եւ այլ միտն է, մենք չմատվիրեցինք, դուք նեղված եք, բայց իմացեք որ մեզ մեջ այդ խոսքերը։ Միայն մեզի միապանությամբ հավաքվածներուս աղեք երևցավ, որ մարդիկ ընտրելով ցեզի ղրգենք մեր սիրելիներուն Բարնաբասին եւ Բողոսին հետ, որոնք մեր Տեր Հիսուս Քրիստոսին անվանը համար անցերնին մատնած մարդիկ են։ Նամակին մեջ կսե ես ցեզի մենք ցեզի ղրգեցինք մեր սիրելի Բողոսի եւ Բարնաբաս։ Այս նամակը, որոնք դուք գիտնաք, որ չգապվեք սովորություններու եւ ավանդություններու։ Եվ գեղեցիկ է ինչպես կներկայացնեն Բողոսին եւ Բարնաբասին, գսեն մեր սիրելի եղբայրները, որոնց գսե անցերնին մատնած են Քրիստոսի համար։ Ինչ գեղեցիկ վկայություն։ Այս տվյալ անձը իր անձը Քրիստոսի կորձի համար նվիրյալ մատնած մարդ է։ Երանի կարողանայինք այս բանը իրարու ըսեինք։ Երանի կարողանայինք այսօր այսպես ըսեինք այդ աշակերտներուն, որ մեր եկեղեցիներուն մեջն է, ըսելով այս մարդը նվիրված մարդ է, անձնանվեր մարդ է Քրիստոսի։ Ինչ գեղեցիկ գրնամ ասել դիդրոս։ Գեղեցիկ դիդրոս է։ Եվ որ գսենք այս մարդը նվիրյալ մարդ է Քրիստոսի։ Եվ նայեցեք ինչ գեղեցիկ է մեզի միապանությամբ հավաքվածներուս։ Արաքյալները, երեցները, Պետրոսը, Բողոսը, Բարնաբասը, մյուս երեցները, աշակերտները, պատասխանատու աշակերտները բոլորը հավաքված են միապանությամբ։ Երբ որ միապանություն գա, Քրիստոսի հոգվույն ներկործությունը գա։ Եվ բոլոր սովորությունները, բոլոր բաները մեջտեղ են դուրս գելեն։ Որոնք մեր Տեր Հիսուս Քրիստոսին անվանը համար անցերնին մատնած մարդիկ են։ Ուստի ղրգեցինք Հութան եւ Շիղան, որբեսի իրենքալ բերնով նույն բաները ցեզի ըսեն։ Ինչ որ նամակը գրված է, Բողոս Բարնաբասը նամակին մեջ, նամակը ցեզ կփոխանցեն, բայց Շիղան եւ Հութանալ մեր կողմեն ղրգված պատասխանատու եղբայրներ ցեզի նույն բանը պիտեսեն։ Վասնզի նայեցեք ինչ գեղեցիկ խոսք այստեղը, վասնզի աղեք երևցավ Սուրբ Հոգին ու մեզիալ ծեր վրա ավելի բեր չտնել Սուրբ Հոգին եւ մեզի ինչ կորձակցություն կա այստեղ արաքյալները իրար հետ միապանությամբ Սուրբ Հոգին հետ Սուրբ Հոգին եւ մենք կորձագից նույն միտքը նույն ուղղությունը նույն խոսքը գտեսնեք այս ընթերցման մեջ մենք չտեսանք, որ երկինքեն ցայմը լսվեցավ։ Մենք չտեսանք, որ Սուրբ Հոգին վերեն ցայմը դվավ։ Ինչպես 13 գլխուն մեջ, երբ Անդիոքի մեջ հավաքված էին, այդտեղ գրված է եւ Սուրբ Հոգին ըսավ։ Այստեղ Սուրբ Հոգին բամը չսավ։ Բայց ինչպես կսե Հակոբոսը, որ Սուրբ Հոգին եւ մենք։ Ուրեմն գտեսնեք Սուրբ Հոգին դարբեր ցևերով գխոսի։ Միապանությամբ, սիրո, խոնարհության մեջ։ Պետրոսը խոնարհությամբ կխոսի, Բողոսը խոնարհությամբ, մյուսերը խոնարհությամբ կլսեն իրարու, ամեն մեկը իր տեղը, հովիվը գելլե ոտքի եւ հովիվը խոսք ուտա, ամեն մարդ կլսե լրությամբ, գնդունի այդ խոսքը, կշրջապատի այդ խոսքը, կմիապանվեն, ծիսապանությունները մեկ կողմ, սովորությունները մեկ կողմ, Քրիստոսի շնորհքը առաջին տեղ, եւ այդտեղ անպայման Սուրբ Հոգին կհայտնվի։ Գտեսնեք, բարձությամբ Սուրբ Հոգին կկործի այսօր։ Միան այդ մարդուն, որ լսել գիտա։ Ուրեմն Սուրբ Հոգին եւ մեզի աղեք երևցավ, որ ծեր վրա ավելի բեր չտնենք այս հարգավոր բաներեն զատ, որ ետ կենակ գուրկերու զոհված է, արյուն է, խեղդված է, բորնիգուտեն է, որոնց մե ինքզինքնիտ պահելով աղեք բիդի ընեք, ողջ եղեք։ Գարջ նամակ, հստակ նամակ, ներկայացնելով թե իրենք ով են, ինչ կսեն, ուր գերտան եւ ինչպես այս բոլորը դիրոջ парքին համար է։ Գտեսնեք ամբողջ եկեղեցին այդ առաջին եկեղեցին ընթացքը փոխվեցավ այս նամակով։ Այս նամակով ամբողջ ընթացքը փոխվեցավ։ Քանի որ միապանությամբ առաջին ուղղությունը տվին եկեղեցին, թե չլա թե
ձիսապանություններու, օրենքներու, մարդաշեն հավատքի մեջ մտնեին, այլ պետք է գետրոնային ճշմարիտ հավատքի վրա։ Անոնք աջամփատրվելով Անդիոք կացին եւ ժողովուրդը մեկտեղ ժողվելով թուղթը դվին ու երբ կարդացին ուրախացան դրված մխիթարության համար։ Նորմալ է, երբ որ Աստված գխոսի, մարդը կմխիթարվի, միապանվի, կհասկնա, կանդրադառնա, անոնք որ համաձայն չէին վստահ դուրս ելան եւ կացին։ Քանի որ ճշմարտությունն է կարևորը, համաձայնությունը չէ կարևորը, ճշմարտությունն է կարևորը։ Նորից կսեմ, համաձայնությունը չէ կարևորը, ճշմարտությունն է կարևորը։ Իսկ ճշմարտությունը եթե գա, ճշմարտության վրա գրնանք համաձայնել։ Բայց մեր նպատակը համաձայնել չի, մեր նպատակը ճշմարտությունն է։ Եվ այսօր համար այսօր մեր երգիրները, քաղաքները կքանթվին այսօր պատճառով։ Եկեղեցիները կքանթվին այսօր պատճառով։ Համաձայնություն գտնենք, ոչ, ճշմարտությունը գտնենք եւ միապանվենք ճշմարտության շուրջ։ Իսկ Հութա եւ Շիղա, որ իրենք ալ մարգարե էին, շատ խոսքերով հորդորեցին եղբայրները ու հաստատեցին։ Գիտեք, մարգարե ըսել է դիրոջ խոսքը փոխանցող։ Եվ գտեսնեք Շիղա եւ Հութա իրենք ալ իբր մարգարե կներկայանան, ոչ թե աբական ինչ պիտի ըլլա ասելով, այլ դիրոջ խոսքը փոխանցեցին, գեղեցիկ հորդորելով, հաստատելով։ Այս է մարգարեն։ Մարգարեն դիրոջ խոսքը գիտի փոխանցել հորդորանքի, հաստատելու, հանդիմանելու, շտկելու, բժշկելու, բրգելու եւ այլն։ Մարգարեն գիտի ճիշտ ժամանակին խոսքը փոխանցել Աստծո կողմեն։ Համար 33 Ադեն մհոնգենարի հետո եղբայրներեն խաղաղությամբ ճամփատրվեցան ու արաքյալներուն դարձան։ Բայց Շիղային հարմար երեցավ, որ հոն մնա, Բողոսն ու Բարնաբասն ալ Անդիոքի մեջ կգենային եւ ուրիշ շատերու հետ Տերոջը խոսքը գսորվեցնեին եւ գքարոզեին, գսորվեցնեին եւ գքարոզեին, գսորվեցնեին եւ գքարոզեին։ Ոչ թե միան գքարոզեին, գսորվեցնեին, թե ինչպես պիտի ապրինք քարոզը։ Գիրագիս ենք թե քարոզ գուդան, երկու շաբթի կհավաքվին գսեն, օքեյ, երեկվա քարոզին համաձայն ինչպես պիտի ապրինք այսօր։ Ինչ պիտի փոխվի քո մեջ։ Ինչպես պիտի չի խոսիս, ինչպես պիտի խոսիս, ինչպես պիտի քայլես, ինչպես պիտի չքայլես, գսորվեցնեն քարոզը, գսորվեցնեն ուղղությունը։ Ինչ որ քիչ առաջ կսեի, այս բոլոր բաները այսօր կբացին մեր եկեղեցիներուն մեջ։ Միան գսիրեն քարոզել, բայց հետո չեն գիտեր այդ մարդը ինչ երավ քարոզով։ Լսեց, հասկացավ, ինձի պատահած է ես կքարոզեմ, հետո կանտրատառնամ, որ իմ քարոզս շատ մարդիկ չեն հասկացած։ Իրեն ծևերով հասկացած են։ Թուն բան մը գսես, մարդը ուրիշ բան կհասկնա։ Ուրեմն այդ ուրիշ բանը գրնալա սխալը։ Ուրեմն պետք է սորվեցնես նաև քարոզը հասկանալ եւ քարոզը ապրել։ Հասկանաք ինչ ճշմարտություններ կան այս մի քանի համարներում մեջ որ կգարտանք։ Քանի մոր հետո Բողոս ըսա Բարնաբասին դառնանք եւ այցելենք եղբայրներուն բոլոր քաղաքները, ուր Տերոջը խոսքը քարոզեցինք եւ տեսնենք թե ինչպես են։ Ետ վերադառնանք, տեսնենք ինչպես են։ Ոչ թե ինչպես են, ինչ կուդեն, ինչ կխմեն, ինչպես է իրենց օրերը, այլ ինչպես են իրենց հավատքը, ուր հասան։ Դառնանք, երթանք, նայինք, քիչ առաջ ինչպես որսի, մեկ հատ նայինք, այս մարդկանց ավետարանը քարոզեցինք, թողեցինք, եկանք, մեկ հատ հետաքրքրվինք, տեսնենք ուր հասավ հավատքը։ Ինչ վիճակի մեջ է հավատքը։ Ինչ է իրենց հոգևոր վիճակը։ Ինչպես են։ Հասկանաք։ Նորեն գսեմ ագանջ ունեցողը թող լսե, թե ինչ կսե դերը իրեն։ Բարնաբաս կուզեր, որ Հովանեսին ալ առներ, որ Մարգոս կգոչվեր, բայց Պողոս արժան չսեբեց, որ Բամփիլիայի մեջ իրենց մե զադվողը ու իրենց հետ գործի չեգողը իրենց հետ առնեն։ Այսպես անոնց մեզ քժդությունը եղավ, ըստիպված իրար մեզ ադվեցան, Բարնաբաս արավ Մարգոսը եւ նավով Գիբրոս գնաց, Պողոսն ալ Շիղան ընտրեց եւ ելավ եղբայրներեն Աստծո շնորհքին հանձնվելով եղբայրներեն եւ Սուրիայի Գիլիգիոյի մեջ կբդդեր եկեղեցիները կհաստատեր։ Բաժանունք եղավ Բարնաբասի եւ Պողոսի միջեւ։ Անհամաձայնություն, ինչպես քիչ առաջ ասի։ Երկուն ալ հավատքի մեջ էին։ Մեկ այդ ուղղությամբ, մյուս ուղղությամբ, դեր երկուքին ալ կործածեց։ Վստահ։ Քանի որ հետո կտեսնենք, որ
երկրորդ Թիմոթեոսի մեջ Պողոս կսե Մարգոսը հետդ բեր, ինձ պետք է։ Ասել է որ այդ բաժանումը եղավ գարտ ժամանակի համար, այն մեկը իր գործով սպանվեցավ, բայց իրար ոչ ադեցին, ոչ հայոյեցին, ոչ մեկը մյուսին հետևեն խոսեց, վադապանեց, ինչ որ հիմա գտեսնենք, մեկը մեկ եկեղեցին դուրս գելը, այդ եկեղեցի մեջ որ դարիներ ինք աբրած է, հետո եկեղեցին դուրս գելը, գսկա եկեղեցի մասին վատ բաներ խոսիլ։ Հիմա այսինքն նորույթ է։ Ամեն մարդ այդպես կնե։ Եկեղեցին դուրս գելը, աշխապ տարի հովիվս կսեր, եկեղեցին դուրս գելը, հովիվին հագարակ խոսելու կսկսի։ Բայց այդ ժամանակ այդպես չէր։ Բաժնվեցան այո, իրար հետ չաշխատեցան այո, միասին կորձ չրին այո, բայց իրար եղբայրներ են։ Այն մեկը դարբեր կորձի մեջ, բայց Քրիստոսի մեջ։ Քրիստոսի կորձը դարբեր ծևերով։ Իսկ Պողոսը Շիրային հետ միասին դիրոջը հանձնվեցան եղբայրներու կողմեն եւ շարունակեցին իրենց ընթացքը եւ եկեղեցիները սկսան հաստատել։ Եվ այստեղ կսկսի Պողոսի երկրորդ ճամփորդությունը։ Պողոս 3 ճամփորդություն ունավ, երկրորդն է այս։ Առաջինը տեսանք, Անդիոքին ելավ, Անդիոք մտավ, հիմա Անդիոքեն գերտա եւ կշարունակե կամ կսկսի իր երկրորդ ճամփորդությունը։ Հալելույա։ Շարունակենք մի քանի վայրկյան եւս 16-րդ գլխուն մեջ Պողոս հասավ դերպե Լիստրա, հոն աշակերտ մգար Թիմոթեոս անունով, որ հավատացյալ հրյա գնոջը զավակներ, իսկ հայրը հույն էր։ Ան լյուստրացի եւ իգոնացի եղբայրներեն ալ բարի վգայված էր, եղբայրներեն։ Ուսամ գասկնակ, բարի վգայություն ուներ, ինչ կսեն մարդիկ քեզի համար, քո եկեղեցի եղբայր քույրերը ինչ կսեն քեզի համար, քո թրացիները հարևանները ինչ կսեն քեզի համար, քո փողոցի մարդիկ ինչ կսեն քեզի համար, կորձի դեղը քեզի համար ինչ կսեն, շատ կարևոր է։ Քո հավատացյալը լալը թե կարևոր չէ, եթե քո ես համար կամ քեզի հանդեպ բաքուր բարի վգայություն չգա։ Պողոս ուզեց որ զանիգա իրեն հետ ելլե, արավ թլպատեց զանիգա այն դեղերը եղած հрьяներուն համար, վասնզի ամենքը գիտեին թե անի հույն է եւ հայրը հույն է ներողություն։ Աբա գարկմը քաղաքները անցնելով Երուսաղեմ եղած առաքյալներեն ու երեցներեն աբսպրված հրամանները գավանտեին անոնց որ բահեն։ Եկեղեցիներն ալ հավատքի մեջ կհաստատվեին եւ օրեօր անոնց տիվը կավելնար։ Պողոս Թիմոթեոսին գարնե կթլպադե, որ հрьяներուն խոսք չդա։ Որ չսեն հрьяները նայիր, ահա եկավ մեկը իր օրենքներով, հույնական օրենքներով մեզի ավետարան կքարոզե։ Այդ խոսքերը չլալու համար թլպադեց Թիմոթեոսին, որ բերանին քոց է, որ ինքը իր գործը շարունակի։ Ասոր գսեն իմաստություն։ Եվ սկսավ շարունակել երթալ այցելել այդ եկեղեցիները, կամ այդ քաղաքները ավետարանը քարոզելով, հիշեցնելով Պետրոսի, Հակոբոսի առաքյալներուն նամակը, թե ինչ գսեն առաքյալները, բոլորին այս նամակները կհիշեցներ, ինչպես գրված է, եւ շատեր կհավատային, կհաստատվեին եւ եկեղեցին կավելնար։ Օրեօր Աստված կավելցներ եկեղեցին, հավատացյալները, եւ օրդուն ճշմարիտ կկարոզես, ավետացյալները կփարսանան։ Եթե դու ճշմարիտ ես, քո ծառայությունը իրական է, եթե դու բարձ ես, մարդիկ փնդրող մարդիկը դիրոջը կգտնեն։ Հալելույա։ Շարունակենք, համար 6։ Փրիգիոյի եւ քաղաքացիներու գողմերը բդդեցան։ Հոն Սուրբ Հոգին արգիլեց, որ Աստծո խոսքը Ասիայի մեջ խոսին։ Երբ Մյուսիայի գողմերը երտալով գճանային թեպի Բիթանիա երտալ, Հիսուսի հոգին թող չդվավ անոնց։ Ուստի Մյուսիայի կովեն անցնելով դրովատակացին, հոն կիշերը Պողոսին դեսիրկը երևցավ մագեդոնացի մարդ գայներ գաղաչեր անոր ու գսեր Մագեդոնիա անցիր եւ օգնե մեզի։ Երբ այն դեսիրկը դեսավ շուտ մը ուզեցինք Մագեդոնիա երտալ, հասկանալով որ դերը մեզ գհրավիրե անոնց ավետարանը քարոզել։ Ուրեմն տեսնեք, Պողոս կշարունակե իր ճամփորդությունը, բայց Սուրբ Հոգին գսե այստեղ մի կնա։ Եթե նշмарեցիք, մեկ անգամ գսե Սուրբ Հոգին, հաջորդ համարին գսե Հիսուսի հոգին, նույնն է։ Սուրբ Հոգին Հիսուսի հոգին է։ Ուրեմն դերը գարաչնորդ է իր ճամփորդությունը։ Հոս մի երտար, հոմ մի երտար։ Դեսիրկի մեջ մագետոնացի մարդ մը գտեսնեք, գսե Մագեդոնիա իգուր։ Իրենք կանտրատարնան գերտան Մագեդոնիա։ Ու շարժունրիկ գսե եւ մենք ուզեցինք Մագեդոնիա երտալ, ուզեցինք այստեղ կանտրատարնանք
որ Ղուգասը ավետարանիչը, որ Ղուգաս ավետարանը գրած է, նաև գրած է Կորձ Արաքելոց։ Եվ Կորձ Արաքելոցի մեջ ինք Բողոս Արաքյալի կորձագիծն էր։ Այցեք այստեղ մենքով գխոսի։ Մեկ կողմեն գկրե, մեկ կողմեն գհետևի Բողոս Արաքյալին։ Այստեղ կարևոր նշում էր, որ Ղուգասը Բողոսին հետներ նաև ոչ թե միան շիղան, քանի որ իրենք խումբով գջամփորտեին։ Անչափ ջամփորդությունը վտանգավոր էր սիրելիներ այն ժամանակ, որ միշտ խումբով գջամփորտային, երբեք մեկը մենակ չէր ջամփորդեր։ Խումբով գջամփորտեին։ Հալելույա։ Համար 11 ուստի նավով դրովատային ելանք եւ շիդակ սամոտրագե կացինք եւ հետեւալ օրը նեոպոլիս անգեալ պիլիբե որ է Մագետոնիայի մեկ մասին գլխավոր քաղաքը Գողովնիա։ Այն քաղաքի մեջ քանի օր գեցանք։ Շաբաթ օրը քաղաքեն դուրս ելանք Կեդեսերքինքով ուր սովորություն ունեին աղոտ կնելու։ Ով հավատացյալները։ Ճշմարիտ աշակերտները գահավաքվեին ուր Կեդեսերքիկով։ Շենք չկար։ Հանդիպման վայր չկար։ Կարևորը մի քանիներ իրար հետ գահանտիպեին, Աստված գործնեին եւ գբաշտեին եւ գաղութեին, Սուրբ ոգիով գրեցվեին եւ գշարունակեին իրենց առաքելությունը։ Ուրեմն հոնդեղը սովորություն ունեին աղոտ կնելու, նստելով հավաքված գիներուն գխոսեինք։ Դեր օրտե նաեւ գիներուն, որ գտեսնենք այստեղ գիներով հավաքված աղոտ կնեն, քույրերի ժողով։ Եվ Բողոս Արաքյալ այդտեղ է։ Եվ Բողոս Արաքյալ գխոսի գքարոզ է։ Գսորվեցնե։ Եվ Թիվադիր քաղաքեն ձիրանավաճար գինմը Լիտիա անուն, որ Աստվածավախ մեկներ, մդիկ կներ, որուն սիրտը դերը բացավ, որբեսի Բողոսին ըսածներուն ուշադրություն ընե։ Հոն մգրդվեցան ինք եւ իր դունը եւ աղաչեց ու ըսավ, եթե զիս Տերոջ հավատացյալ գսեբեք, իմ դունս մդեք, բնագեցեք եւ ըստիբելով մեզ դարավ։ Ավասիկ վաճառական գին Աստվածավախ ոչ հավատացյալ շատ կան գուքար եւ գսե մտիկ կներ դիրոջը խոսքը այդ լրջությունը դիրոջ խոսքը լսելու եւ դեր իր սիրտը բացավ եւ ինք ընդունեց հասկացավ հավատաց խոսքին եթե դերը սիրտը չփանար այդ կինը չեր գրնար լսել եւ հասկանալ բայց եթե ինքը մդիկ ընող չլար Աստվածալ իր սիրտը չեր փանար Ազո կորձը եւ մարդուն կորձը իրար հետ պետք է քայլի ապաշխարության համար եթե մեկը գուզե իրական ապաշխարել ինքը իր փաշին ունենելիք Աստվածալ իրը եթե Աստված չխոսի եթե Աստված չկորձե ես չեմ գրնար հավատալ բայց եթե ես չուզենամ հավատալ Աստվածալ չի գրնար իր կորձը անել իրար հետ միապանություն մեջ գտեսնեք գինը վաճառական կորձը մեկ կողմ թողած եկած էր աղոթքի զոհողություն հրած էր գցավին որ շատեր այդպես չեն այսօր երբ կորձ ունին հյուր ունին ընտանիք ունին այս ունին այն ունին ժողովարան չեն երթար մարդիկ աղոթքի չեն միապանվեր հավաքույտներու մեջ չեն այս կինը իր կորձը ցկած մեկ կողմ եկավ ժողովի հավաքույթի աղոթքի եւ մտիկ կներ լրջությամբ դիրոջ խոսքը թե ինչ պիտի լարջոք ինչ պիտի հասկանամ ինչ կուզե դերը ինձ մե եւ դերը սիրտը բացավ եւ այս կինը լսեց խոսքը ուշադրություն հրավ հանձնվեցավ եւ մգրդվեցավ գիտեք որ երբ կհավատանք կմգրդվենք եւ ոչ թե կմգրդվենք եւ հետո կհավատանք Սուբկիր կարտացողը այդ եզրակացության պիտի հասնի որ մենք կհավատանք Հիսուսի մեր մեղքերը կներվին գզղճանք ապաշխարենք եւ հետո կմգրդվենք ծառայելու նպատակով մգրդությունը ծառայելու նպատակով է հավատքեն հետո ուրեմն անոնք որ նախ կմգրդվին հետո կհավատան սուբկրային չէ սուբկիրքը նախ կհավատանք հետո կմգրդվենք եւ անվասիկ այս կինը կմգրդվի ինքը եւ իր դունը քանի որ այդտեղ գային նաեւ իր դունի անդամները որոնք անոնքալ ընդունեցին խոսքը անոնքալ ապաշխարեցին եւ օտոմատիկ չեղավ որ ինքը մգրդվեցավ եկավ իր դունիներուն ասավ հա դեկացեք դուք ալ մգրդվեցեք այդպես չէ
Մգրդությունը հավատքեն հետո է։ Շատ հագասություններ գրնանք ունենալ այս կետի վրա, կամ շատեր չհասկանան ինչ որ գսեմ, կամ համացայն չլան, բայց սուրբ գիրքը բարձրապես այսպես կսե։ Հիմա ավանդությունը ինչ կսե, ասին եկեղեցին ինչ կսե, մյուս եկեղեցին ինչ կսե, իմ գիտնալիքս չէ, սուրբ գիրքը այսպես կսե։ Վերջ։ Մնացած ինձ կարևոր չէ։ Ուրեմն մգրդվեցավ ինքը եւ դունը եւ ինչ հրավ։ Աղաչեց, որ իր դունը դառնա եկեղեցի։ Եկան մարդիկ իր դունը սկսան ժողովներ անել։ Դա հասկանաք։ Ուրեմն մգրդությունը այդ է, որ հանձնվեցանք, հիմա ծառայեմ ես Տիրոջ։ Հիմա ես այո կորձադեր եմ, բայց նախ ես ծառայեմ Տիրոջ։ Իմ դունս, իմ տրամս, իմ ունեցածս, իմ էությունս Տիրոջն է։ Ես Տիրոջ համար եմ։ Ես ինչ որ եմ Տիրոջ փառքին համար եմ։ Գուզեմ ծառայել Տիրոջ, գուզեմ նվիրվել Տիրոջ։ Այս բանը կտեսնենք ստիպելով ասավ եկեք մեր դունը, իմ դունս Տիրոջ դունն է։ Ամեն ինչ բացավ, սահմանափակ չէ, ամեն ինչ բացավ Տիրոջ փառքին համար։ Անորոմար դուներու ժողովները շատ կարևոր են, քանի որ ամեն ինչ այդտեղ բաց է, հստակ է, լուրջ է։ Դերը սիրտը բացավ, քանի որ ինք ուշով մտիկ կներ։ Դերը սիրտը բացավ, որ ինքը հասկանա եւ ապաշխարե, եւ նվիրվի, եւ մգրդվի, եւ ծառայե Տիրոջը։ Թող դերը դա որ մենք այս տեսակի աշակերտները լանք, ինչպես միջև հիմա այս 14, 15, 16-ը կարդացինք։ Գտեսնեք աշակերտներ, առաքյալներ, նվիրյալներ, Տիրոջ հետևորդներ։ Սիրելի քույր եղբայրներ, Աստված մեծ գործեր գուզե անել քեզմով եւ ինձմով։ Միան նվիրյալ աշակերտները լանք, լսող, հանձնված, ամբողջովին իրեն եւ թույլ տանք, որ Սուրբ Հոգիով մեզ կորձած է իր փառքին համար։ Հալելույա, օրհնյալ է մեր Տերը, եւ թող մեր Տերը այս խոսքերը, որ հիմա լսեցինք, թող խոսքերը մեր մեջ թրոշմե իր հոգիով։